Պարոն Ղազենյան, այս մասնագիտական դիտարկումները ավելի քիչ ընկալելի են հանրության համար եւ ավելի շատ է խոսում այս պահին մի քանի թեզերի մասին, որոնք շրջանառության մեջ է դրել իշխանությունը, բայց մինչև Փաշինյանի այսպես հայտարարություններին անդրադառնալը հոսանքազրկումների հետ կապված վերջին շրջանի ակտիվ քննարկված թեզ են շրջանառում, որ սա Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի այսպես ձեռքով է արվում, որ ասեն այ տեսեք, իրենք շատ լավն էին, իսկ դուք վատն եք, այս թեզն են շրջանառում ակտիվ, հատկապես մարզերում եւ արդեն գալով Փաշինյանի հայտարարություններին, որ չկա մի ընտանիք, որից հեծը գումար չի գողացել, այս հայտարարությունը հաստատել է այսօր Ռոմանոս Պետրոսյանը, նշել է, որ հաստատվում են դրանք 20 քրեական վարույթներով, շուրջ 2 տասնյակ եւ ավել, եւ նաեւ արևային էներգիայից օգտվողների մոտ են խնդիրներ եւ այլն, բոլորի մեղքը, այսպես ասած, մեղավորը հեծներ, դուք եք եւ Սամվել Կարապետյանը։ Ու ներդրումների հետ կապված մի կողմից հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը փաստացի մերժում է ձեր ներդրումների առաջարկը, չհամարելով դա այս պահին անհրաժեշտ, մյուս ձեռքով ձեզ փաստացի իշխանությունները մեղադրում են ներդրումներ չանելու մեջ։ Որտեղ է ճշմարտությունը եւ ինչու եթե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այսքան ժամանակ աշխատելա ձեզ հետ համագործակցելա չի նկատել խնդիրներ, հիմա փաստորեն Փաշինյանը ուրիշ աչքով նկատում այդ խնդիրները, Մեսրոպյանը մեղավոր չէ։ Սկսենք առաջին հարցից, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեծը իրենց կառավարման հեծ այն ժամանակ այսօր իրենց կառավարման տակ գտնվող հեծի միջոցով վատաբանել կամ, չգիտեմ, այնպես իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ առաջինը բոլոր շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած հեծի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Բոլորին պարզ է, չէ՞ որ սեփականատերը կար ու իշխանությունները թող չստեն, իրենք այն ժամանակ հեծին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը։ Կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից, այսպես ասած, իրենք էլ են գեներացրել այդ բողոքները։ Դա առաջինը մարազմա ուղղակի դրան անդրադառնալը, երկրորդը, եթե թվերով խոսենք, ժամանակավոր կառավարիչը թվեր էր գրել, չգիտեմ, Facebook-յան էջով էր գրել, թե հեծով էր գրել, որովհետև հիշում եք մի արտահայտություն կար, դե ին Facebook-յան էջը քաղաքական է, ես քաղաքական գործ չեմ, այսինքն մի հավատացեք ին Facebook-յան էջին, բայց ամեն դեպքում թվեր էր նշել, չգիտեմ որտեղից է վերցրել, ես հիմա ձեզ կասեմ 24-25 թվականի այդ թվերը, որը ՀԾԿ-ի կայքում պահպանված է, ուրեմն դեկտեմբերի 31-ին 15 վթար 6750 բաժանորդ, հոսանքազրկված 12:00-ի դրությամբ 261 բաժանորդ։ 2025-26-ը դեռևս չեն տվել իրենք հաշվետվությունը որպես այդպեսին, խիստ կասկածում եմ, որ օբյեկտիվ են տալու, բայց ունենք մենք մեր արդեն այսպես ձեռք բերված թվերը 25-26 թվականի դեկտեմբերի 31-ին 125 վթար 117021 բաժանորդով եւ 12:00-ի դրությամբ 13399 բաժանորդ։ Այդ են թվերն են, որոնք ֆիքսվել է իրանց մոտ, թե ինչ թվեր իրենք կներկայացնեն հանձնաժողովին եւ բնականաբար հանձնաժողովն էլ այսպես ջանասիրությամբ չի ուսումնասիրելու, արդեն թող իրենք մտածեն։ 20 ուրեմն, այսպես ասեմ, լավ։ Հիմա տեսեք, եթե խոսում ենք օրով, ոչ թե 12:00-ով, օրերով խոսենք, 24-25-ին 6750 բաժանորդ, 31-ին դեկտեմբերի, իսկ 25-26-ին 117021, 31-ին, չեմ կարող ասել, այդ հարցեր իրեն, ես ձեզ 24-25-ի թիվը գոնե ասում եմ ՀԾԿ-ի կայքում մեզ կողմից տրված հաշվետվությունը, ինչ ասեմ, այնպիսի հայտարարություններ կան, որոնք հիմա երկրորդ հարցին անդրադառնալուց էլ պատասխանեմ, եւս մեկ անգամ կրկնեմ, որ զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Այսինքն ստել է։ Իմ կարծիքով այո։ Հիմա
կապված երկրորդ հարցի հետ, գիտեք, շատ դժվար է մեկնաբանել անմեկնաբանելին։ Երբ որ երկրի ղեկավարը հայտարարում է կառավարության շենքում, որ հեծը գողացել է ամեն ընտանիքից եւ ամենայն պատասխանությամբ ինչքան հիշում եմ, սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց դու չի կարող ասել այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ, արդեն տարբերությունը նկատելի է, ես անգամ գիտեք, ես առաջի ձեզ հետ շփումը ունեցել եմ հունիսի վերջ։ Առաջի շփման ժամանակվանից խոսք էր գնում, արդեն խոսք էր գնում քրեական վարույթների մասին։ Այդ անձի կառավարիչ դառնալու օրվանից ամեն առիթով հայտարարում է, որ կան 20 եւ ավելի վարույթներ։ Ուր են այդ վարույթները։ Այսինքն մենք հիմա կասկածի տակ ենք դնում մեր ԵԱՊ մարմինի պրոֆեսիոնալիզմը, որ չեն կարողանում այդ հասարակ, այսպես ասած, հավելագրում ինքը ես համարում եմ հասարակ վարույթ։ Լավ քննիչի համար, նորմալ քննիչի համար հասարակ վարույթ է։ Ինչ որ միտեղ ավել թիվ է գրվել, հաշվի չկա, չգիտեմ, վկաները կան, հանցագործը առերևույթ, որից է մեկի անմիջության կանխավարկածը կասկածի տակ չդնելով կա։ Հիմա ընդհանրապես խնդիրը մնում է դա բացահայտել։ Այս պայդրությամբ անոնսել են մի տեսուչի, եթե չեմ սխալվում, ձերբակալություն, որոշակի հավելագրումներ, իսկ ով է ասում դա չի եղել, իսկ ով է ասում մենք այսպես չենք զբաղվել դրանով։ Եթե հիշում եք, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի այդ լիցենզիայի զրկման ֆարսի ժամանակ իրենք բերել էին վարույթով մեր ժամանակվա արած բացահայտումները։ Ապրիլ-մայիս ամիսների արած բացահայտումները։ Այսինքն քրեական վարույթների հետ կապված թող դատախազությանը դիմեք, թող իրենք ասեն ինչ վիճակ է։ Ամեն դեպքում տեսեք, համակարգը կառուցված է հետևյալ կերպ։ Մեր կողմից դրված ասկու է համակարգը, որի մասին այդքան խոսվում է։ Ուղղակի թույլ չի տալիս այդ հաշվիչները, այնպիսի հաշվիչները, որոնք թույլ չեն տալիս այսպես հավելագրում անել եւ անցնցում անցնել առաջ։ Հաշվի առնելով, որ այդ հաշվիչները նախ մեծ մասի դեպքում մարդկային գործոնն է բացառում, որովհետեւ ինքը թվերը քաշում է ավտոմատ, եւ երկրորդը վերջին հաշվով, եթե անգամ հավելագրում արվել է բազայում, այդ հաշվիչը կամ պետք է հանվի, կամ պետք է կորի, կամ պետք է գնա լաբորատորիա, որի միջոցով պետական է, եւ այնտեղ ֆիքսվի։ Այսինքն ինչ որ ճանապարհով չֆիքսվի այդ խնդիրը։ Այլ ճանապարհ այդ թիվը կորելու չկա։ Բազայի մեջ կա թիվ, որը տեսուչն է մուտքագրել, հաշվիչի վրա կա իրական թիվը։ Որն է այդտեղ խնդիրը։ Այսինքն մերկապարանոց հայտարարություններ անելը, չգիտեմ, եւ ամենակարևորը հայտարարվում է, որ ունենք այսպես ձեռքից տակ ունեմ այսպիսի փաստեր։ Նախ կասկածում եմ, որ ձեռքի տակ ունեցող փաստերը բոլոր արդեն ԵԱՊ մարմինների տիրույթում չեն, համոզված եմ, որ արդեն ուղարկել է, եւ երկրորդը կրկնվեմ եւս մեկ անգամ, իմ կարծիքով ԵԱՊ մարմիններում էլ այնպիսի գոնե այս առումով մարդիկ են, որ ըստ երևույթին ասել են, որ այստեղ ախր չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնել, չկա։ Իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի։ Չկա։ Գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ, ու ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, համակարգվածություն գոյություն չի ունեցել։ Իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Հիմա մոտարապես նույն դեպքն է, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մի պետական մարմնի մի աշխատակից խախտում անի, պետք նախագահին ասեն, օրինակ, շեշտեցի անունը արդեն, օրինակ, պետք համակարգում։ Չէ, ներողություն եմ խնդրում, չէ ուզենա որ ես օրինակ եմ ասում, պետք համակարգում ինչ որ մեկը կոռուպցիոն սխեմայի մեջ լինի, պետք նախագահին ասեն դու հանցագործ ես, դու պետք է գնաս եւ այլն եւ այլն։ Հաջորդը կապված ներդրումների հետ։ Հիմա ձեզ ասեմ, որ արդեն տեղյակ եք ըստ երևույթին, որ այս վերջի Վարդաշեն ենթակայանի հրդեհների ժամանակ
ունեին շատ մեծ խնդիր, որովհետև այդ բջիջներ կոչվածը, դրանք սարքավորումներ են էլեկտրոտեխնիկական, ուղղակի չունեին իրենց ապիկար կառավարման արդյունքում։ Իսկ դա ինչ է նշանակում, այն որ ասում են պայմանագրերը խզել ենք Տաշիրի հետ փոխկապակցված, ոչ մեկ չի ասում, որ միլիոնավոր դոլարներ են ներդրվել այդ գործարանները սեփական արտադրություն, այսպես ասած, ունենալու համար, իսկ յուրաքանչյուր նորմալ պետությունում խթանվում է սեփական արտադրությունը։ Ընդհուպ մենք արդեն արտահանում էինք սկսել։ Հարևան եւ ոչ միայն բջիջների, տրանսֆորմատորների, ենթակայանների, մալուխների եւ այլ, մեր գործարանները ինչ որ արտադրում են։ Եվ այդ դրա արդյունքում միակ տարբերակը նորից Տաշիր ընկերությունների խմբից ձեռք բերելն էր այդ 23 բջիջը։ Խնդրել են ձեզ որտեղ։ Մեզ չէ, պարոն Կարապետյան, խնդրել են բնականաբար, պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք։ Հաշվի առնելով միայն եւ միայն, որ մեր ժողովուրդը շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից, իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Նախ դուք մեջբերում եք անում համապատասխան Civic-ից, չէ, ես դա լսել եմ համապատասխան չթիրախավորենք որից է մեկին կամ լրատվամիջոց, բայց ամեն դեպքում ես դա լսել եմ կառավարչից, բայց որևէ փաստական հանգամանք որպես այդպեսին չի մեջբերվել։ Գիտեք, յուրաքանչյուր ապրանք, որից օգտվում ենք մենք բոլորս եւ ամեն օր, եւ, չգիտեմ, տնտեսությունն է օգտվում, մյուս, կա թանկը եւ էժանը։ Շատ դեպքերում հին ասացվածք էլ կա, չէ՞, թանկից էժանը չկա։ Այսինքն, մենք երբ որ մարդկանց ասում եք, բերեք տեսնենք ինչ եք բերում, այն որ ասում եք 40%, 60%, սիրուն թվեր են ասում։ Բերեք տեսնենք ինչ ենք բերում, բերեք պարամետրերով տեսնենք համապատասխանում են արդյոք եւ դրա երաշխիքը ինչքան է։ Բնականաբար մեքենայից սկսած հագուստից, սննդամթերքից ամեն ինչի թանկնել կա, էժանել կա, չէ՞։ Նախկինի համաթանկ եք տվել, նախկինը որ հեծը ուղիղ գնումով այդ ձեր ընկերությունից ձեռք է բերում այդ բջիջները, յաչեկաները։ Այդ դրա համեմատ այս անգամ ավելի թանկ եք տվել, թե։ Ես ճիշտ ասած արժեքը չեմ կարող ասել, անկեղծ ասեմ, ես ասեցի ինչ որ եղել է կապված նյութի լինելու կամ չլինելու հետ։ Ինչ ճանապարհով է դա եղել։ Հիմա ներդրումների մասով նորից կրկնում եմ, այդ գիտեք հայտարարություն եղավ ինչ որ երկրի հետ կապված, ես էլ չեմ ուզում նշեմ այդ երկիրը, չնայած իրենք նշել են, այդտեղ էլ կա։ Չէ, Չինաստանի հետ, չինական ապրանքների հետ կապված, այդտեղ էլ խնդիր կա, այնտեղ էլ կան եւ թանկը եւ էժանը։ Այսինքն հաշվի առնելով, իրենք խաղում են մի բանի վրա, հաշվի առնելով, որ մենք չունենք այդ ժամանակը, որպեսզի իրանց բերած մալուխը կամ կցորթիչը կամ մյուսը, տեսնենք ինչքան ժամանակ է ծառայելու, իրենք խաղում են դրա վրա։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այդ կցորթիչը խնդիր ունեցավ, ըստ երևույթին իրենք այլևս չեն լինելու, դրա համար իրենք աշխատում են ընդամենը միջև հունիսի 7 այս պահին, հավատացած եղեք։ Իրենց քիչ է հետաքրում հունիսի 8-ին ինչ է լինելու։ Նույն սակագներից է դա պարզ երևում, նույն հայտարարություններից է պարզ երևում։ Հիմա կապված վարկերի հետ։ Մենք, այսպես խոսակցական լեզվով ասեմ, կոտորվեցինք հայտարարելով, երևի բոլորդ էլ արդեն տեղյակ եք, որ յուրաքանչյուր հեծ ՓԲ-ի կողմից վերցրած վարկային պարտավորության տոկոսները որևիցե պարագայում չի մտնում սակագնի մեջ։ Հիմա կա երկու տարբերակ։ Կամ կառավարության ղեկավարը գիտի եւ մոլորեցնում է ժողովրդին, կամ իր, այսպես, իրեն զեկուցող կոմպետենտ մարդիկ խաբել են իրեն։ Հիմա եթե շատ արագ այդ կոմպետենտ մարդիկ չազատվեցին աշխատանքից, նշանակում է իմ ասած առաջի վարկածն է։ Ուղղակի մոլորեցնում է մեր ժողովրդին, որովհետև դա փաստ է, դա հանձնաժողովը գիտի անգիր, տարածքային կառավարման նախարարությունը գիտեն անգիր։ Հաջորդը տնօրենների խորհրդի պարգևատրումները, երբ որ երեք հայտարարվում էր, որ այլ եկամուտ չունի, մեր վճարումներն վերջինաշով շահույթ ունի, չէ՞ այդ կազմակերպությունը, բիզնեսը։ Երբ որ հանձնաժողովի նախագահային հարց են տալիս, ասում են, իսկ այդ պարգևավճարները տնօրենների խորհրդի մտնում է սակագնի մեջ, թե ոչ, այն ժամանակ ասում էր, դե վարույթ է ընթանում, չեմ կարող պատասխանել, չնայած դա վարույթին բացարձակ չի խանգարում։ Հիմա այսօր հարցրեք, մտնում է թե ոչ, լավ ինչքան կարելի է խաբել։
Չի մտնում, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբում են։ Սամվել Կարապետյանին ուզում են սևացնել, այդ ճանապարհին որևիցե խտրականություն չեն դնում միջոցների մեջ, պարզ խաբում են։ Չկա, Սամվել Կարապետյանը իր միջոցներից գնահատում է տնօրենների խորհրդի աշխատանք եւ տալիս է պարգևավճար։ Իմիջիալոց ձեզ ասեմ, այդ այսպես ասած պարգևավճար կոչվածները տեսակ, որ Նարեկ Կարապետյանը թղթերով էլ ցույց տվեց, գնացել է բարեգործականին, եւ երկրորդը պարգևավճարները տալուց անգամ այդտեղ հարկային պարտավորություններ են կատարվում։ Արդյոք հնարավոր չէ դա ինչ որ այլ ճանապարհով տալ։ Իհարկե հնարավոր էր։ Այսինքն Կարապետյանը որոշում է պարգևավճար տալ, որից որոշակի տոկոս պետքա գնա որպես հարկային պարտավորություն։ Հիմա սա են անգամ փորձում մեր ժողովրդին, որոնք քիչ թե շատ այսպես ասած անտեղյակ են, մոլորեցնել, խաբել, որ ժողովուրդ ջան, այս վարկերի տոկոսները դուք եք վճարում սակագնով։ Չգիտեմ, պարգևավճարները դուք եք վճարում սակագնով։ Լավ, հիմա ներողություն եմ խնդրում, նախադասությունս ավարտեմ, ներողություն եմ խնդրում։ Ընդունենք մի պահ տեսականորեն, որ մենք վատ ենք կառավարել, չէ՞, ասում են, այսքան եկամուտ ունենք, այսքան քիչ գումար ծախսեցինք, այս արեցինք, այն արեցինք։ Լավ, ինչու՞ չի իջնում սակագինի այդ դեպքում։ Ու շատ բարձ տրամաբանական հարց է, չէ՞։ Եթե հիշում եք, եթե չեմ սխալվում, 18 թվականի ապրիլին այն ժամանակ դերևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 20%-ով պետք է սակագինի իջնի։ Okay, եկակ, 7 տարի անցավ, լավ, ընդունենք, նորից եմ կրկնում, չկա այդպիսի բան, բայց մի բան ընդունենք, մենք վատ ենք կառավարում։ Հիմա 6 ամիս դուք եք կառավարում։ Ուր են ձեր, այսպես ասած, այդ էկոնոմիաները, այդ քիչ ծախսերը, ուր են դրանց ավելցուկները։ Այսինքն չկա դա, եթե դա լիներ, ենթադրվում է, որ պետք է լիներ սակագնի իջեցում։ Հիմա այստեղ այս իմ ասած թվերը հետաձգելով, չէ՞ ինչ որ տակը շատ կասկածելի ֆինանսական եկամուտներ դնելով, հարց է առաջանում, լավ ընտրություններից հետո Աստված մի արասցի, եթե իրենք հաղթեցին։ Ինչ է լինելու։ Պարզ բան, ուղղակի թանկանալու է սակագինը, որտեղ տարբերակ չկա։ Սամվել Կարապետյանի պարագայում եւս մեկ անգամ հիշեցնեմ, արդեն 10 տարի չի թանկացրել, խոսքը հեծի մասին է։ Եվս 10 տարի խոստացել է չթանկացնի, այսինքն այս ամբողջ բեռը ինչ որ լիներ հեծի հետ կապված, միանշանակ ինքը այսպես ասած իր անձնական միջոցներից որպես բիզնեսմեն, իր եկամուտներ ունենալով սուբսիդավորելու էր անձամբ։ Հիմա այն որ ես ասում եի, չեմ ուզում չարախնդամ կամ չարախոսեմ, վատ վիճակ է սպասվում հեծին, արդեն տեսնում ենք։ Իմիջիայլոց ասեմ շատ ավելի շուտ եւ արագ ենք տեսնում, քան ես կանխատեսում էի։